linking list կոլեկցիաների շարքում է գտնվում իր generic տարբերակով linking list data structure-ի մի որևէ տեխնիկական մասը, այսինքն data structure linking list-ը գոյություն ունի, նրա իրականացումը որպես class C# ունի եւ linking list-ով մենք օրինակներում կտեսնենք, բայց եւ այնպես linking list-ը պետք է հասկանալ ինքը ինչ է ներկայացնում իրենից։ List արդեն սա է հուշում link-ի երևի կապվածություն։ List ունի շատ լավ այն առումով, որ կտեսնենք դեռ այդ list-ը ինչ է, բայց երկկողմանի կապված ցուցակներ տեխնոլոգիան է։ Ինչ նշանակում երկկողմանի կապված ցուցակներ, սա իր իմաստը։ Բացատրություն է պահանջում։ Բացատրության իմաստը հետևյալն է։ Եթե ես ունեմ էլեմենտներ աշխարհում, տարբեր ձևերով, այսինքն սեթի նման է, բայց սեթի նման չի։ Ունեմ բանից պարզում է, ես սա կարող եմ միտեղ տեղավորել եւ index 1, index 2, index 3 եւ այլն։ Կամ hash-կոդով, hash-կոդ անուն, hash-կոդ անուն, կապ չունի։ Եվ ես ունեի արտաքին տեղից կամ i-ով ինդեքսացիայով, կամ hash-ով։ Արդեն այդ տիպի անցել ենք։ Էլ չեմ ասում coin ու stack-ը, որ մի ուրիշ տեխնոլոգիա է։ Նրանք իրանց տեխնոլոգիաներն ունեն։ Ստացվեց, որ hash-ով կամ list-ով ես իրենց ունեի սլակային տարբերության լոստով եւ երբ որ մի բան հանում էի, ինքը refresh էր լինում, չէր լինում, կտեսնենք, քեշի ժամանակ refresh չի լինում, list-ի ժամանակ լինում է։ Հիմա ասածս ինչու՞մն է։ Իսկ չի լինի, որպեսզի այս էլեմենտները ոչ թե sense խմբակային արտաքինից ցանկացած տեղից մտնելու ցանկություն լինի, կախված թե անկախ մեզանից, այլ այս էլեմենտը կապ ունենա հաջորդի եւ նախորդի նկատմամբ։ Ու վերջ։ Այսինքն linking list-ի իմաստը հետեւյալն է, որ ինքը մի հատ collection է, որտեղ բանից պարզում է էլեմենտները երկկողմանի կապի մեջ են գտնվում, իրենից հաջորդող անունն է այդպիսի եւ իրեն նախորդող էլեմենտների նկատմամբ։ Պարզ է ինքը վերջինն է, հաջորդ այս վերջ էլեմենտի համար համարենք 0, եթե ինքը համար առաջինն է, այսպես վերցնենք ասենք։ Ահա։ Եթե ինքը համար առաջինն է, իրենից ցենկում որպես 0 կդնենք, այսինքն պայմանավորվենք դատարկությունների տեխնոլոգիա, այստեղ միլիոնավոր էլեմենտներ կլինեն, սակայն այդ էլեմենտները հատուկ տեխնոլոգիա ունեն։ Այդ հատուկ տեխնոլոգիան այս էլեմենտների նախորդի, հաջորդի այդ կապի միջոցով իրանք sense թայ են ձևավորում այս աշխարհում խառը, բացարձակ իրար հետևից չեն ռամում։ Ռամում իրանք տարբեր տեղերում են գտնվում։ Չի խանգարում։ Կարևորը որ ռեֆերենսները գոյություն ունեն։ Այսինքն, եթե ես մեկի հետ աշխատում եմ, սրա ռեֆերենսը, ինչ կույր վերցնենք, որ ռեֆերենսի նման լինի, այս սրա ռեֆերենսը բանից պարզում է։ Ուրեմն կապ կունենա, ուրեմն ինքը այս մեկի ռեֆերենսի հետ կապ կունենա, հաջորդն էլ սրա ռեֆերենսի հետ կապ կունենա։ Այսինքն ստացվում է, որ նախորդի եւ հաջորդի հետ կապված իրենց հասցեների տեխնոլոգիան կաշխատացնենք։ Նայեք նկարին, շատ գեղեցիկ ձևով տրված է։ Եթե ես այս նկարը ձեզ ցուցադրեմ, տեսեք ինչ է կատարվում, ինչ որ մի հատ ձևով view։ Ահա։ Տեսեք։ Պայմանավորվում ենք, ունենք հանգույցներ, ահա սրանք հանգույցներն են։ Այս հանգույցը ինչպիսի անդամներ ունի կամ ինչպիսի հատկություններ ունի։ Առաջին անպայման հասցե, RAM-ում հասցե։ Եվ ես մի հանգույցի հասցեն լրիվ ուրիշ տեղ է, այս մեկը ուրիշ տեղ։ Այսինքն պոինտերներ են կամ ռեֆերենսներ են RAM-ի հասցեները։ Երկրորդը ավելի հետաքրքիր բան ես ցուցադրեմ, որ գույնով, եկեք այս գույնով։ Так, տեսնեմ ինչ ունեմ։ Ահա։ Երկրորդ այս value-ն է կարևոր, այս value-ները, ուրեմն մեզ մոտ հանգույցը, որը որ կապված է, ունի հասցե, ունի ինքա պահում իր մեջ, եւ ամեն դեպքում վերջինը, որ կցանկանայի ցուցադրել, եկեք այս դեպքով ցուցադրենք, ահա։ Եվ վերջինը, կապի միջոցը, տեսեք, այս հանգույցը կապված է 4-ի ռեֆերենսի հետ,
դեպի աճ եւ այս հանգույցը կապված է էլի սենց զախի էլի ռեֆերենսի հետ ստացվեց որ մեր հանգույցը որպես այդպիսի linking list-ը ինքը առանձին մի էլեմենտ է եւ ինքը 4 իր բաղկացուցիչ կամ 4 հատկանիշներով ապրում է 4 հատկանիշները ես ցուցադրեցի ջնջեմ նորից եւ ցուցադրեմ ասենք որևէ մի հատ գույնով գույն չի գալիս ահա վերջ ինքը ունի հասցե ինքը ունի իրենից աճ հետագայում կապնվածի հասցե եւ ինքը ունի իրանից ձախ հասցե եւ պարզը ամենակարևորը ինքը ինչ որ արժեք պետք է ունենա թե չէ այսա կլինի 45 արժեքը ահա սա կոչվում է linking list այսինքն կոլեկցիա տվյալների կուտակիչ է որը ինքնուրույն ինչ որ շղթայական այսպես ասած կապվածության ոնց որ ենք շարիկներ թելով կապեք իրարից էլի այս կարգով ինքը աշխատում է ինքը այս ձևի է ինքը աշխատում վերջ իր տեխնոլոգիան այսպեսին է եկեք մի հատ առավելություն ցուցադրենք ինչն է հետաքրքիր դրա առավելություններից որ փորձեմ առավելություններից նա որ եթե դուք մի որևէ տեղ էլեմենտ եք ավելացնում որևէ էլեմենտ եք ավելացնում հա իր հասցեով ենթադրենք էլի վանդականիշ 818 կապ չունի ցել վեր էլեմենտն է որևէ էլեմենտ որ ավելացնում եք որևէ հանգույցի կողքը բացարձակ ցույց collection-ի ամբողջ տիրույթին ձեռ չի տալիս սեղ եթե ուզում եք այս արանքում ավելացնեք ինչ եք անել այս թելերը կտրելու ենք այսինքն խզելու ենք այս մասերը ահա կապույտով գան այսա խզում ենք այս հանգույցը ոնց որ այս արանքում դնեք իր աճը ցույց կտա սրան իր ձախը ցույց կտա սրան այսինքն սրա աճն էլ ցույց կտա էլի սրան այստեղ եւ այն որ աճ կողմն է լրիվ այստեղ 0 է ինչ պատճառով ցույց կտա հակառակը ահա ստացվում է որ linking list-ի բացատրությունը կատարվեց այդ առումով որ ինքը ցանկացած տեղում էլեմենտ add անելը այսինքն այդ collection-ի տեխնոլոգիան հոյակապ արագ է աշխատում ուրեմն եթե դուք linking list-ը աշխատում եք էլեմենտ ավելացնել հանելը դա կոչվում է պարզ արագություն այսինքն կոնստանտ մեծ արագություն այսպես վերցնենք մյուսները refresh են լինում մեծանում են փոքրանում են շատ ահագին դժվարություն են ինքը ինչ խնդրեմ կունենա իա չունի list եթե ես sense list վերցնեմ list այ list չունի եթե այ list չունի ես իրան չեմ կարող ոչ է hashtable ունի ես իր անդամներին ոնց է դիմեմ ոնց մտնեմ ասենք կարդամ այս անդամը այո 5-րդ հասցեի կարդայի կամ hashtable-ի ժամանակ կփորձեի ինչ որ մի ձևով խորիչով շատ հեշտ կարդալ ինչևից է իր գլխավոր թերությունը հետեւյալն է որ ցանկացած էլեմենտներին հասնելու համար մի վատ բան կասեմ շատ վատ եթե 1000 էլեմենտ է ինքը այդ 1000 էլեմենտների առաջինից մագնիսական ժապավենի նման ասենք 15-րդ երգը մագնիսական ժապավենում հին կասետներում որ երգերը լսում եք հերթով երգելը պետք է պերիմոտ կանեք հայերեն ասած հասնեք սրան եւ նոր երգը լսեք ահա հին կասետների տեխնոլոգիան այստեղ վատ ձևով կամ իր միակ ձևն է իր մի բան պետք է կորցնես մի բան ստանաս ուրեմն էլեմենտ հասնելու եւ կարդալու համար ավելացնելը շատ արագ է մյուսների հետ կարդալու համար դու անպայման սկզբից պետք է գնաս մինչև հասնես տվյալ էլեմենտին քանի որ նրանք շղթայական են կապված ոչ մի խնդիր սա կուղարկին դեղ նա կուղարկին դեղ նա կուղարկին դեղ նա կուղարկի ստեղ այսինքն ծրված են իրանք ամբողջ ծրագրային տարածքում ահա եւ linking list-ի ամբողջ էությունը իրականում collection ունի iCollection այսինքն ավելացնել պակասացնելը կա serializable եւ այլն մնացած տեխնոլոգիաները մենք չենք ուսումնասիրում մեզ հետաքրքիր է iList ունի թե չէ iCollection ունի թե չէ ավելին for each կարող է աշխատացնել թե չէ հետաքրքիր է iCollection enumerable ունի այսինքն for each-ը պետք է որ աշխատի եթե չեմ խառնում for each ունի հեսա այսինքն for each-ը նաեւ չմոռանանք շատ կարեւոր բան iCollection տեխնոլոգիայով գնում է նաև enumerable
Եթե մենք F12 տակ դուք կտեսնեք, որ collection-ը նաև enumerable է տալիս։ Եթե անմիջական enumerable չունեք, collection enumerable-ը ձեր տրամադրության տակ, գեղեցիկ նկար եւ փորձենք վերցանել անդամները։ Դու կապված ցուցակա իր հանգույցները նոթսը անվանված, այդտեղ նշված է ինչ ասացի, արագության հետ կապված նշված է եւ parza, որ ուրեմն ինքը կոմպոզիցիայով կապված այս մասը տեսական է, եկեք իր հետևից շատ չընկնենք, չեմ ուզում նույնիսկ ասել սրա մասին, կարող եք լեկցիան կարդալ, իմաստ չունի, կոմպոզիցիոն ձևով կապված պետք չի, OOP-ի այս մի մասը կվնասի, որտեղ մենք դեռ հասարակն ենք նայում։ Տեսեք, Անից պարզում է ինքը ունի նոդեր, ինչ կլասով է այդ նոդը գալի, այսինքն հանգույցները մեզ տրամադրվում է linking list նոդով, շնորհակալություն, որ ինքն էլ է generic, այսինքն linking list-ը հատուկ ծառայության կլաս կա, որ իր հետ աշխատում է, ուրեմն ունի նոդ, linking list ստանում է, հեռացնում է իրեն, ասենք ցուցակին, կարող ենք հղում ենք ցուցակին, մենք կարդում ենք լիստով, ուրեմն linking list-ը list ունի, next ունի, preview ունի, հանգույցի արժեք ունի, որը property է, linking list class-ում կան նաև այլ հատկանիշներ, որոնք first են գնում, last են գնում, եւ parza, որ կարող եք նաև ունենալ add after, այսինքն որևէ հանգույցի մոտ եք, այդ հանգույցից հետո, այդ հանգույցից առաջ, ամենաառաջինը, առ էլեմենտը, ամենավերջի էլեմենտը, այսպիսով ստացվում է, որ այս հանգույցները, ինչպես եւ linking list node-ը, ունեն իրենց, կարճ ասած, property-ները, ֆունկցիաները, եւ բոլորը մի մեծ կազմ է, որ իմաստ չունի նույնիսկ խոսել, չգիտեմ ինչու խոսացի։ Count ունի, հատկանիշ, որ մեզ կօգնի։ Մենք օրինակը կնայենք, իր ամբողջ էությունը ասված է։ Ոչ մի խնդիր արդեն մենք չունենք։ Linking list-ի առավելությունը, որ ինքը շատ հեշտ է մի բան ավելացնում, եւ թերությունը, եթե դուք որևէ էլեմենտին ուզում եք հասնեք, վերջում մենք այդ performance-ները կտեսնենք, շատ մեծ դժվարություններ ունի։ Եղավ։ Data structure-ի linking list-ը մենք ունենք class-ով, կարող եմ արագ ցուցադրել, եկեք մի հատ աշխատացնեմ, դուք կնայեք, ես որ հիմա բացատրեմ էլ ոչինչ չի նշանակում։ Ինչ-որ շատ գեղեցիկ արտահայտություններ իրանց count-ով, իրանց ամեն ինչով։ Ընդհանրապես ես վրայով անցնեմ, linking list ստեղծում ենք, իր դատարկությամբ count ենք տալիս, երևի սկզբից 0 կլինի, խնդրեմ 0։ 3 անդամ ենք, հենց սկզբից ավելացնում եւ նայում ենք բոլորը, նայենք, նշում եմ, որ հեշտ լինի, 3 հատ անդամ ենք նայում եւ նայում ենք բոլոր alt, a, հայկոտ եւ այլն։ Այսինքն, այստեղ այլ ավելացրած երևի ինչ-որ միտեղ, տեսնեմ ինչ ավելացրած մի վարքյան, նորից, ինչ-որ մի հատ ավելացավ, թե որտեղից չիմացա։ Հա, այսքանը կա, true, այսքան, տեսեք, ինքը alt, dark, հայկոտ ինքը նայեց երկու ձևով, այսինքն եւ ես կարող եմ նույնիսկ հակառակը երևի կարդալ, տեսեք, կարդալու երկու ձևն է ուղղակի ստեղ նշած, այս կարդում ենք, հետաքրքիր է ինքը dark-ը վերջում է կարդում, թե սկզբում, կարևոր է, տեսեք, ուրեմն ես count եմ անում, ավելացնում հայկոտ alt, dark եւ count-ը տալիս եմ 3 եւ կարդում եմ այդ բոլորը, ինքը կարդում է alt dark, այսինքն կարդում է dark alt, վերջ, նախավերջ եւ այլն։ Այդ կարգով, այսինքն վերջից ինքը count-ները ցույց է տալիս։ Նայած ինչ է հերթականությամբ է գալիս։ Ես կարող եմ հակառակ կարդալ, նոդով որոշել որտեղից որտեղ կարդալ, եւ իմ մոտ այդպիսի բան կա, հակառակը, կարճ ասած, այս հակառակն է կարդում, true ունենք, եկեք իրեն չնայենք էլի, not value, contain, այո, պարունակում է թե չէ, node-ը first ենք տալիս, մի հատ I ենք ավելացնում, ոչ մի խնդիր, current-ը վերցնում ենք, before ենք ավելացնում, ասիկը իրանից առաջ ենք ավելացնում, BB-ին, եւ ինչ որ միտեղ BB-ին երևի կլինի
տեսնենք եւ էլի ինչ որ գործոսեցեք վերջում before, հա հետո ներողություն։ Ուրեմն preview-ներ առաջ, before, այսինքն սրանից հետո ավելացնում ենք BB, նու ջնջելն էլ ամենավերջի հրամանն է, որը որ ջնջումը ամբողջ է եւ count-ը կարող եք նայել։ Ինչևից է փոքր ամփոփում, կարևոր եւ դրանով մենք վերջացնենք։ Linking list, դա structure-ի տեսակ է, մեր library-ում կա, generic-ով մեզ է հանձնվում։ Linking list-ը աշխատում է տեխնոլոգիաներով, որ ասում է, որ երկկողմանի կապված ցուցակ է անվանվում, բայց եկեք sense տեսնենք, դրա գագաթները կամ նրա անդամները RAM-ում խառը ուղարկված են ռեֆերենսներով կապի մեջ են եւ իրենք հաջորդ եւ նախորդ տեխնոլոգիաներով պաշտպանում են data structure-ի այս սկզբունքը։ Ունի իր առավելությունները եւ բարձա իր թերությունները, որը ես մի քիչ առաջ դրա մասին խոսացի։